Ռուսաստանը հայտարարել է, որ իր զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Կուպյանսկ ռազմավարական քաղաքը։ Ավելի վաղ էլ հայտարարվել էր Պոկրովսկի նկատմամբ իրենց հսկողությունը սահմանելու մասին։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն անձամբ է զեկուցել նախագահ Վլադիմիր Պուտինին, որ անցած օրերին ռուսական զորքերը գրավել են 13 բնակավայր։ Արևմուտք խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Կուպյանսկ քաղաքը եւ շարունակում են ոչնչացնել Օսկոլ գետի ձախ ափին շրջափակված ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումները։ Ռուսական զորքերի արևմուտք խմբավորման հրամանատարական կետում խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը չի մտահոգում սեփական ժողովրդի ու զինվորների ճակատագիրը։ Կրեմլի ղեկավարը նշել է, որ անցյալ տարվա մարտից ի վեր Ուկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է եւ այլևս չի կարող կոչվել քաղաքական ղեկավարություն։ Что такое политическое руководство Украины, мы уже понимаем. Կարծում եմ բոլորի համար պարզ է, որ այդ մարդիկ, որոնք նստած են ոսկե գիշերանոթների վրա, հազիվ թե մտածում են սեփական երկրի Ուկրաինայի սովորական մարդկանց ճակատագրի մասին։ Ի պատասխան Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են Ռուսաստանի Ռիազան քաղաքի նավթավերամշակման գործարանին հարվածներ հասցնելու մասին, նշելով, որ Պոկրովսկի ուղղությամբ նույն օրը ռուսական ուժերի 43 գրոհներից 38-ը հետ են մղել։